Ես միացնում Վարաշապատում այսօր ընտրություններ են, դուք որպես իրապաշտպան շրջում եք ընտրատարամասերում, ինչ ասեք ընտրությունների ընթացքի մասին։ Դե ոնց որ մասնակցությունը ոչ 11 դրությամբ 7% անցել էր, որոշ այդպես ընտրախախտումներ են նկատվում, կուտակումներ են, այնտեղ ուղղորդումներ են նկատվում, բաց քվեարկություններ եւ այլն, բայց այդ ընտրախախտումներ են նկատվում, բայց մենք հասկանում ենք, որ մինչեւ ընտրություններն են այդ ճնշումները եւ ընտրությունների վրա ազդեցությունները տեղի ունեցել, հա, համայնքապետերի, քաղաքապետերի կալանավորմամբ կամ Վալոդիա Գրիգորյանի փառատոնի համայնքապետի դեմ գործողությամբ, ինչպես նաև հոգևորականների այդ գերեվարումները, հեծի խլումը եւ այլն, այս ամեն ինչը չի կարող իր ազդեցությունը չունենա բուն ընտրական պրոցեսի վրա, թե այնտեղ հոգեբանական իմաստով, թե այն իմաստով, որ մարդը այնուամենայնիվ կարող կաշկանդվի իր ձայնը տալուց առաջ, sense ազատ որոշումը չկայացնի։ Ինչևէ հիմա պայքարը գնում է եւ տեսնենք արդյոք ինչ կլինի հետագայում։ Այդ խախտումները միջին այսինքն ծանրության խախտումներ են, թե սովորական խախտումներ են։ Ես ճիշտ ասած այդ չափանիշները չգիտեմ բաների գնահատման չափանիշները այդպես չեմ պատասխան չեմ կարող, ամեն դեպքում ընտրության վրա ազդելու իմաստով այդ խախտումները չեն որ պետք է ազդեն, այլ ազդելու է այն, ինչ արվել է ընտրություններից առաջ։ Այս խախտումները, որ ենթադրյալ որ տեսնում ենք, հա, մարդկանց, եթե կուտակումներ են, ապա ինչ որ պայմանավորվածություններ կան եւ այլն, այդ այնուամենայնիվ չեմ կարծում, որ բուն խնդիրն է, չէ, ոչ թե բուն խնդիրն է, այլ որ ընտրության արդյունքների վրա, որ դրանով պետք է ազդեցություն լինի։ Այն ազդեցությունը, որը նախապատրաստված է ընտրություններից առաջ։ Չմեկալից է։